Podcast արեցինք Ալեն Սիմոնյանի հետ։ Սա մենք չենք իմացել։ Չեմ ուզում ասել ով ա կրել, չեմ ասելու։ Պարոն Մեխակյան, շնորհավորում եմ ձեզ հաղթանակի առիթով։ Թող էլի ինչ որ մեկը ասի մեր ձևով, Մենք էլ մեր ձևով Ինչ լավ լուր կարասրանից հետո լիները, ինչ լավ։ Կեղծիքա, կեղծիք չի։ բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է իր ոսկե կազմով, այսինքն Սերգեյ, ես ու Վերա Բրեժնևան հեսա ուր որակը մոտենամ։ Բուրըն օրեր ենք ապրում Ալենի ոդքասթից հետո, որին դեռ կանդրադառնանք, նախքան դա լայքեք, բաժանորդագրվեք եւ միացեք մեր Patreon-ին, որտեղ եւ տեղի կունենա ամենաբուրըն քննարկումը։ Մեր գլխավոր գործընկերը GTB Steel-ն է։ Պատկերացրեք, Հայաստան, ցերեկ, դուք որոշեցիք, որ շենք եք ուզում կառուցել, ուսում եք նյարդային փնտրել, բա որտեղից պատվիրել արմատուրա։ Դե արդեն իմացա, GTB Holdings լավագույն գերմանական տեխնոլոգիաները Արարատի մարզում, նենց որ կասկածելի բան չէ, կառնում առնում եք GTB, всё։ Չնայած պետական սուբսիդիան ավարտվել է, բայց Solar Holding-ը առաջարկում է տեղադրել արևային կայան 0% փաստացի տոկոսադրույքով։ Թող այդ սուբսիդիայի ոչ մի նյուանս էլ հետ չպահի ոչ մի հայ ընտանիքի։ Իսկ ամսական վճար կլինի այնքան, ինչքանի կստանաք էլեկտրաէներգիա։ Լավ չի։ Էլ ոչ մի պատճառ չկա հենց հիմա չզանգելու Solar Holding-ից։ Եվ այսպես սկսենք ամենաարդիական հարցից։ Այո, չշրջանցենք սենյակի մեջտեղը նստած փղիկին։ Էդի մետաֆորա իրականում Կարևոր հարցը։ կարևոր հարց։ Կարջան լուծդ անցավ, Այդ չէր կարևոր հարցը, լիցենզիայի զրկելը։ հեցի մասին հետանք խոսալու նարեկ։ Մեզ ընդդիմադիր հայացքներ ունենալու լիցենզիայի զրկեցին եւ հոբելյանական 200-րդ անգամ մեղադրեցին ծախված լինելու մեջ, որովհետեւ մենք ոդքասթ արեցինք Ալեն Սիմոնյանի հետ։ Բայց եթե մարդ ես նայել եք ոդքասթը, արա շատ լավ ոդքասթ էր։ Մենք կանչեցինք ու տվեցինք այն հարցերը, որոնք ուզում ենք, որը մեր պատրոններն են ուղարկել, ոչ թե կանչեցինք ու 7 ժամ համաձայնվեցինք ամեն տարի հետ, 7 ժամվա ընթացքում ամեն հնչեցրած հոգոցի հետ։ Արա, հա, էլի, ոչ մի վերանանք նրանից, որ մենք ենք նայենք, որ մի լրատվականն է կանչում գործող իշխանավոր ինչ-որ կարևոր պաշտոնյա եւ նրան տալիս այդքան սուր հարցեր, որ մեկի մոտ ա եղել հանրայինը ներառյալ։ Նենց որ բոլոր չգողնորոշվածներին խնդրում եմ նայել ոդքասթը, հետո կարծիք արտահայտել, իսկ ընդդիմադիրներին կոչ ենք անում, արա լիքը բռնվելու տեղեր դες, լիքը խոցելի բաներ ասեց Ալենը։ Օգտվեք դրանից, լիքը լավ բան է, մատերիալ ենք դες տվել։ Հələ իրավիճակ, երբ որ մերոնք, մեր կողմը հայերը ասել են մենք տեսնում ենք տեղաշարժ։ Իսկ իրանցի պատասխան ասել են չէ, օքեյ է։ Ադրբեջանցի կնոս։ Չէ։ Բա։ Մնացած գործընկերներ։ Okay. Հա, եկեք ամեն ինչ ուղիղ չասեն պաշտոնից բերումով։ Հետո ասել են չէ։ Մենք տեսնում ենք տեղաշարժ, այնուամենայնիվ խնդիր կա, մենք բանի մեջ ենք։ Ասել են չէ, նորմալ է, մենք այդպես ինֆորմացիա չունենք նորմալ։ Այնուամենայնիվ, պարոն Հարությունյանը ինձ պատմում ասում, այնուամենայնիվ ես ասել եմ բան արեք։ Ինչ որ զորքերի մի մաս բաց ազատվել է, բայց դա եղել է հայկական կողմի որոշումը, ի հեճուկս այն ինֆորմացիայի, որը իրանց տրվել է։ Էս է եղել, մենք չենք իմացել։ Ես արթնացել եմ, ինձ արթնացել են, ասել են վերկաց պատերազմից, ես նույնիսկ չեմ հավատալ։ Ցանկացած երկրում ընդդիմությունը կերազեր իշխանությունը միացնես կտոր տար իրան, որ կարան հա օգտագործեն, բայց ավելի հեշտ է թեման ծռել Նարեկի եւ Սերգեյի վրա։ Okay, եկեք արձանագրենք դրականը։ Մեզ հաջողվեց միավորել ընդդիմադիր երկու իրա շատ ուժեղ չսիրող թևերը։ Ճիշտ է մեր դեմ, բայց hey, կարևորը հաջողվեց։ Ու ամփոփելով, Welcome. սոլիդարության մասը։ Մենք դրա մասին եւ գրել եմ եւ կարծում եմ, որ քաղաքական հետապնդում է Նարեկի ու Վազգենի դեմ եւ նրանց ուրիշ ոչ մի բան չեմ մաղթում, քան արագ վերադառնալ տուն իրանց ընտանիքների մոտ։ Նայեք, ես կարծում եմ, որ եղանակը, որով պետք է արտահայտենք մեր սոլիդարությունը, իրավունք ունենք որոշել մեկ։ Ես այդ եղանակն եմ որոշել։ Նախորդ անգամ էլ լիքը ուրիշ եղանակներով իմ սոլիդարությունը ցույց եմ տվել։ Ու երբ որ որոշում եք ում կանչել, ում չկարգել, թողեք այդ հարցը մեզ եւ մեր պատրեոններին, ում հետ որ դա արել ենք։ Ու առասարակ վատ բան չկա քեզ հետ ոչ համաձայն մարդկանց կանչելու մեջ։ Այդ բոլոր քննադատողները թող օրինակ վերցնեն հենց Նարեկից ու Վազգենից, որ իրանց վերջի եթերում ուզում էին Աննա Հակոբյանին կանչեին, ու ես դա ոչ մի
վատ բան չեմ տեսնում, կարծում եմ բոմբ եթեր կլներ, եթե նա գնար։ Բայց հերիքա մեր մասին անցնենք իրական լուրերին, այս թեմայով դեռ խոսանք Patreon-ում, նենց որ մնացեք մեզ հետ։ Եթե դուք մեծ ընկերության տնօրեն եք եւ դիտում եք Arm Comedy, եկեք թաքուն բան ասեմ։ Լույսեր կենտրոնը վաճառում է 9 հարկ օֆիսային տարածք, ամեն հարկը 832 քառակուսի մետր։ Մեջը ժամանակակից բժշկական ծառայություններ, սննդի եւ հանգստի վայրեր, ֆուտբոլի դաշտ, մարզասրահ։ Պատկերացնում եք ձեր productivity-ի հետ ինչ է կատարվելու այսպիսի պայմաններում։ Դե հիմա առանց ավելորդ աղմուկի վերցրեք հեռախոսը եւ զանգահարեք Լույսեր կենտրոն։ Եվ այսպես բաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցան ընտրություններ եւ չեմ ուզում ասել ով ա կրել, չեմ ասելու, պետք է կռահեք։ Արի փոքր նուրբ ակնարկ տանք։ Նորից շնորհավորում եմ բոլորին։ Պարոն Մեխակյան, շնորհավորում եմ ձեզ հաղթանակի առիթով։ Ինչպես գիտեք, եթե Արայք Հարությունյանը փոքր սենյակում հանում է մեծ բարձրախոս, որի կարիքը ակնհայտորեն չկար, դա նշանակում է, որ հաղթել է իրենց տեխնացուն։ Ու հենց կեն հայտարարեց նախնական արդյունքը, ապա ռեժիմը միանգամից այդտեղից արեց եզրակացություն։ Ինչ եզրակացություն, երևի որ ԿՊ-ն աղեկավարելու համայնքը կմտածեք դուք։ Ռեժիմը մի քիչ լրիվ այլ եզրակացություն արեց։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Ըհն, շախ եւ մատ Գաբրիել հրեշտակապետին ժողովուրդը մտածում էր, որ ընտրում է համայնքի ղեկավար, բայց իրականում էջմիածինցիները ընդամենը լիցք էին հաղորդում կաթողիկոսից ազատվելու հանրաքվեին։ Вообще դրա մասին չէր։ Լավ, ինչևէ, եկեք նա տեսնենք ով ինչքան ձայն է հավաքել։ Նաև ձեռքի հետ զգանք, թե որքանով է ընդդիմությունը հասկացել, որ միայն միասնական ուժերով կարելի է հաղթել ռեժիմին։ Բացի քաղաքացիական պայմանագրից անցողիկ Շեմը ըստ նախնական արդյունքների եւս երկու քաղաքական ուժ է հաղթահարել՝ հաղթանակ դաշինքն ու Մայր Հայաստանը։ Փաստորեն ընդդիմությունը վերլուծեց Նիկոլի դեմ պայքարի վերջի 7 տարվա փորձը ու եզրահանգեց եկեք մաքսիմալ շատ տարբեր ուժերով պայքարենք Նիկոլի դեմ, որ հաղթենք։ Okay, ասենք Արամ Սարգսյանի հանրապետությունը պարզ է ամ կողմից է։ Ժառանգությունն ու ազատ դեմոկրատները պարզ է, որ պարզ չի են вообще մասնակցում։ Բայց արա հերիք չի Սերժենք ու Քոչարյանենք էին մինչև հիմա տարբեր թիմերով մասնակցում։ Հələ մի հատ էլ Քոչարյանական թիմը հիմա երկու տարբեր ենթաքոչարյանական թիմերով է մասնակցում հաղթանակ եւ Մայր Հայաստան, այսինքն վերջի 7 տարում սրանք քաղեցին, հեն, հələ եկեք ավելի փոքր թիմերով մասնակցենք, գուցե դա մեզ կօգնի։ Արդյունքում ռեժիմը նայեց այս իրավիճակին ու մի հատ էլ եզրակացության եկավ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչյուն նախերգանքի համար։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Տեսակ, դե հիմա անդիմությունը ունի երկու ճանապարհ, կամ միավորվում է մի հատ միասնական տեխնացիով է մյուս տարի հանդես գալիս, կամ զուտ կայֆավատի համար մի 54 տարբեր փոքր ուժերով մասնակցում, տեսնենք որ տարբերակը կընտրի ընդդիմությունը։ Մի րոպե, հա, բայց ամեն ինչ այդքան հարթ չէր։ Եկեք տեսնենք ինչ չալաղաճ ընտրախախտումներ է արձանագրել ընտրախախտում բառի համահեղինակ, կենտրոնակ Դանիել Օնիսյան։ Եթե կարճ, ապա այնպիսի մի դեպք, որը ասենց կոնկրետ այլանդի փոխարեն քվեարկության կամ կրկնակի քվեարկության փորձ լինի, չի եղել։ Okay, իսկ ինչ որ բան ամեն դեպքում եղել է։ Այօնակ հայակվեն ավելի հորետես է ընտրական օրենսգրքի խախտումների հարցում։ Հայակվեն հրապարակել է, այ օրինակ ապօրինի ԿՊ-ական պաստառ։ Պատկերացնում ես։ Մեկ, երկուս, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11 մետր ապեր։ Դե վсё ապեր, նոր ընտրություններ։ Սիրելի հայկվե,
Եթե ուզում եք ավելի լուրջ կասկածի տակ դնեք ընտրությունները, մի քիչ ավելի լուրջ կարելի է տնային աշխատանք անել, պատրաստվել նենց խախտումներ արձանագրելու, որ Յոհաննիսյանը չկարողանա 2 րոպեում սես բան ասի։ Մյուս աղմուկանացը պաստառների հետ էր կապված, առավոտից համացանցում տարածվում էին լուսանկարներ, որ պաստառները ընտրատեղամասերին մոտ են, արդյոք դա խախտում է համարվում։ Ընտրական օրենսգիրքը չի սահմանափակում, թե պաստառը տեղամասից ինչ հեռավորության վրա կարող է լինել։ Okay, ուրիշ հավես ընտրություններ։ Այ օրինակ կուտակումներ, գժվում եմ կուտակումների համար ընտրությունների օրը, երբ ոչ մեկ չի սպասում, որ լիքը մարդ, 10-ով շիկներով եւ այլն կարող է հայտնվի ընտրատեղամասերի կողքը։ Արա, բայց ես սպասում եմ, այն որ ահազանգում են, որ ուրիշ գյուղերից մարդիկ են բերում, դա կբացահայտեն, բայց եթե չէ կուտակումներ ստուդիո։ Okay, հայակվե պետք է մի քիչ ավելի լավ աշխատեք։ Նույնը վերաբերում է նաև օրինակ ընդդիմադիր ժառանգության եւ ազատ դեմոկրատներին, որոնք կան եւ Հիշենք, որտեղից են գալիս այս երկու նոստալգիկ կուսակցությունները, փոքրիկ էքսկուրս 2012 թվական։ Երբ նրանք դեռ միասնական էին, ինչպես երբեք։ Մենք գալիս ենք անցյալից եւ ապագայից։ Մենք գալիս ենք սարից եւ քաղաքից։ Մենք գալիս ենք ազատ դեմոկրատիայից եւ ժառանգությունից։ Կներեք, սա ուղղակի մեր սիրած նախընտրական ռոլիկն է պատմության մեջ, որտեղ երևում է ամբողջ մեր հասարակությունը, մարդիկ, որոնք հիմա նույնիսկ իրար բարև չեն տալիս, են սիրուն, հավաքվել էին Ռաֆու շուրջը դպրոցականների նման աստիճանների վրա եւ ասում են, որ եկել են սարերից եւ քաղաքից։ Այսպես ընտրությունները ավարտեցին եւ ով հաղթեց իրականում, կասի միայն ամենաօբյեկտիվ մարդը Հայաստանում։ Հիմնականում կրկնվեց 2021 թվականի ազգային ժողովի ընտրված կազմը, այսպես կոչված նախկիններն ու ներկաները իրականում ձեռքի տված շարունակում են բաշխել եւ բաժանել իշխանությունը։ Պայքարեցին նախկիններն ու ներկաները, իսկ հաղթեց Ռուսաստանը, Խզմալյանին ինադու։ Բասի Խզմալյանը չէր մասնակցում։ Չէ, Ինչու։ Ինչու մենք չմասնակցեցինք ընտրություններին, որովհետեւ վաղարշապատում Եվրոդաշինքի նախկին կուսակցություններից մեկի տեխնացուն այնպիսի պրոիշխանական դիրքորոշում ուներ, որը մեզ համար անընդունել էր։ Այսինքն Գյումրիում Արամ Սարգսյանը պրոիշխանական չէին։ Հիշեցնեմ, որ դա արդեն նրանից հետո էր, երբ Երևանի ընտրությունները եղան, եւ այդ նույն Արամ Սարգսյանին աջակցեցին իշխանության Ստրուկ իշխանության աջակցեցին, դա Խզմալյանը չէր նկատել ու միասին գնաց Գյումրու ընտրությունների, բայց ստեղ վիզիտելի օրո, սրանք պրոիշխանական էր, նոր գլխին կավ, եմ այսքան երկար խոսում, մի բան ասա։ Արի վերիշենք, էլի, որ այդ նույն տեխնացուն Հանրապետության կուսակցության, ով որ զարմանալիորեն բոլոր եթերներում էր, երևի մենակ մեր ոդկաստ չէր եկել, բոլորից ու այսպիսի վստահությամբ էր ինքը գնում ընտրություններին։ Ես էլ եմ միանշանակ պնդում, որ գնում եմ 50+1% քվե արձանագրելու, բայց հավաքեց 1000 քանի ձայն։ Այսինքն են տրեյնինգների ժամանակ, որ ասում են, կարևոր է որ հավատաս քեզ, քո ուժերին, էդի միշտ չի օգնում այդ ինքնավստահությունը։ Հանրապետություն, այդքան մի հավատացեք ձեր ուժերին։ Բայց կա մի ուժ, որը հետ չել հիասթափված չի այս ամեն ինչից եւ գիտի ինչ անել։ Վաղաշաբաթի ընտրությունները կրկնեցին ԱԺ-կազմը, Նիկոլ + Սերժ + Ռոբ։ Սա է Մոսկվայի եւ Բաքվի պլան 2026-ին։ Եվրոպական կուսակցությունը պարտավոր է քանդել այդ պլանը։ Իսկ ինչպես է քանդելու, հարցնում են միլիոնավոր հեռուստադիտողներ պարոն Խզմալյանին։ Մի րոպե չհասկացա, իսկ ում կողմից եք դուք։ Հարցնում եմ, չհասկացա, դուք ում կողմից եք։ Ոչ ԼՏՊ-ի, ոչ ՌՔ-ի, ոչ ՍՍ-ի, ոչ ՆՓ-ի։ Մենք Հայաստանի կողմից ենք, Եվրոպական Հայաստանի։ Խզմալյանը մեր կողմից է, նենց որ խրոխտ գնում ենք առաջ։ Նախքան առաջ գնալը եկեք պոզիտիվը տեսնենք այս ընտրություններում։ Այնտեղ էր նավակ ճոճողը, stop նավակ ճոճողը։ Stop։ Ամենա չէր ճոճվում։ Միջև արդյունքները պատրաստվում եք նույն կերպ դրսևորել ձեզ։ Ոչ, ես Գյումրու դասել եմ, լավ եմ սերտել։ Այսինքն, երբ որ արդեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության վարչության անդամ եք դարձած, այդ արդեն նշանակում է դասել լրիվ սերտացել եւ այլ պահված։ Մեկը կապ չունի, ասում եմ, ես Գյումրու դասել եմ, լավ եմ սերտել։ Դասերը լավ էր սերտել, բա մի հատ
Լրագրող ջան, մի բաժակ գցեք, դասերը լավ սրտերու կենացը, ինչքան ավելի կայֆ կգնա այդ օրը, եթե մի հատ խմացնեք այդ մարդուն, բայց չէ, չխմեց։ Մի կողմից լավ էր, բայց մյուս կողմից հավ, շատ ձանձրալի անց։ Ընտրությունները դրա համար եկեք անցնենք առաջ ունենք էլի թեմա, լավ թեմա։ Միանգամից լավ եւ վատ լուր հեծից։ Ուրեմն, բարձում է մինչև 3 հեծը դեռ օտարված չէր։ Ու վատ լուրը Всё, արդեն օտարվեց։ Բարույթի նյութերը ջարդվելու են, փաստերի հարցում ձեզ խաբել են։ ՀՑԿՀ նիստի նաև ելույթների փուլում շարունակեց պնդել հեծի նախկին տնօրենը։ Իրենց վերագրվող չարաշահումները կետ առ կետ հերքելիս հանձնաժողովին մեղադրեց վկաների ցուցմունքն այդպես էլ չճշտելու մեջ։ Կանգնելու է կոկորդների տասած։ Կոռեկտության կոչ եմ անում տեղից արձագանքեց ընկերության ժամանակավոր կառավարիչը։ Ես խնդրում եմ զեկուցողին զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից։ Ղազինյանը ուժեղ նեղացրեց Ռոմանոսին։ Հետո բարձեց, որ Ռոմանոսենք էին նախնական վիրավորել Տաշիր գրուպենց։ Եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիս բուն իմաստով, հետո իրենք իրենց էլ հերիքում են ասում են դե քաղաքական անձնականներ, ջա չգիտեմ ինչ ուզում գրում ենք եւ այլն, այդ ամենը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազինյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին։ Այսինքն նիստի ընթացքում չի կարելի վիրավորել։ Դրանից առաջ ինչքան ուզես։ Բացատրեմ, Ռոմանոսենք ասում էին, որ Ղազինյանենք փող են կերել, գողացել են հեծից։ Ուստեղ Ղազինյանի մոտ ծնվեց ահագին տրամաբանական հարց։ Եթե մենք կարողացել ենք առաջ այդպես անընդհատ խաբել հանձնաժողովին, կանելով հեծը չպետք է փոխվի, հանձնաժողովը։ Հա, էլի, այսքան տարի փող են կերել հեծից ու հանձնաժողովը մի հատ կուլտուրական ծպտուն չի հանել, մինչև Սամվել Կարապետյանը չասեց մեր ձևով կախարդական ֆրազան, ուրեմն գուցե խնդիրը հեծում չի։ Կամ դա նշանակում է, որ հիմա էլ Ռոմանոսենք կարան արխային ուտեն ու ՀՑԿՀ-ն ոչ մի բան չի նկատելու, մինչև Ռոմանոսենք չասեն կախարդական մեր ձևով ֆրազը ու այն ժամանակ իրանց հանդեպ մի բան կլինի։ Այդ ընթացքում մեր ձևովը հավաքվեց դատարանի առաջ, որտեղ պետք է կայացվեր որոշում երկարաձգել, թե երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը։ Այս քրեական գործը ամբողջությամբ կարելի ասել Սամվել Կարապետյանին բացարձակ չի վերաբերում, ինքը շինծու, ապօրինի ու անհիմն գործ է, 18 հատորից գործ է բաղկացած, բայց 18 հատորից որ էջ ասում ենք թերթեք եւ ցույց տվեք ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձևով չեն կարողանում հիմնավորել 18 հատոր գործի մեջ ու ոչ միտեղ չեն կարողացել բացատրել ինչ են գտել մեր ձևով արտահայտության մեջ։ Գալի մեծ փոքր էքսպերիմենտ անել։ Թող էլի ինչ որ մեկը ասի մեր ձևով, ու տեսնենք հետո ինչ կլինի։ Խնդրեմ։ Ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի, ասեցի, եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Ահան, հիմա հոգարար նկատի ունենալ, որ մեր ձևով կհանի պիստոլետը կմտնի ռադիոտուն։ Մի հատ բռնեք, պարզեք։ Բայց չբռնեցին, ու ինձ մոտ կասկած է, որ ուղղակի պետք է Սամվել Կարապետյանին կալանավորել ամեն գնով եւ ոչ թե պարզել մեր ձևով ինչա նշանակում։ Այդ ընթացքում լրագրողները փորձում էին մեր նարեկից շնորհակալություն կորզել դեպի Ռոմանոս։ Ու չգիտեմ, միշտ իդեալական մայրամուտի ժամանակ են բռնացնում նարեկին։ Պարոն Կարապետյան, Ռոմանոս Պետրոսյանն էր անդրադարձել ձեզ, նաև նշելով, որ մասնավորապես դուք եւ Սամվել Կարապետյանը պիտի իրեն շատ շնորհակալ լինեք, որովհետեւ ինքը հեծում մեծ խնայողություններ է արել։ Так, հիմա մեծ ինտրիգ, արդյոք Նարեկ Կարապետյանը շնորհակալություն կհայտնի Ռոմանոսին, որ իրանից հեծը խլել է եւ խնայողություններ է արել իրանցին ադու։ Ինձ թվում է չի հայտնի։ Կամ կհայտնի իրանց ձևով։ Այսպես ասեմ, եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ են եղել եւ ինչ արդյունքներ են եղել։ Սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։
Հալա այդքան դժվար է մի հատ մերսի ասել, ասես մերսի Ռոմանոս, որ խլեցիր հետը ու լիքը խնայողություններ արեցիր։ Իսկ մինչ Նարեկը մերսի չի ասում, Երևանում տեղ ունեցավ աղոթքի նախաճաշը։ Փաշինյանը ամբողջ աշխարհից հրավիրեց լավագույն աղոթողներին եւ լավագույն նախաճաշողներին եւ միասին համ նախաճաշեց, համ աղոթեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում առաջին աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Այդ ինչ տիպի երկար նախաճաշ էր, որ Փաշինյանը մասնակցեց դրա ընթրիքին։ Այս հələ ամբողջը չի, նախաճաշի նոր տարուն էլ է մասնակցել ու Սուրբ Ծնունդին էլ կմասնակցի։ Okay, դե բացատրեք, ինչի մասին է այս աղոթք նախաճաշ ընթրիքը։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ եւ հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների եւ ձախողումների մասին։ Մի հատ պատմեք ձեր հաջողությունների մասին Աստծո հետ հարաբերություններում։ Օրինակ Փաշինյանը Աստծուց ուզել է հեռացնել կաթողիկոսին։ Առայժմ Աստված չի արել դա։ Զատո կաթողիկոսի եղբորը հաջողվել է ռեժիմին կալանավորել։ Այսինքն ինչ որ նշաններ տալիս է Աստված, որոնք ուղղակի շատ անքննելի են եւ դժվար վերցանելի։ Այնպես որ դուք էլ գրեք ձեր հաջողությունների եւ անհաջողությունների մասին այդ հարցում Եվ մնացեք մեզ հետ, երկրորդ մասում պարզելու ենք ինչ եղավ այդ փոխվարչապետի պաշտոնը, որ իբր թե Փաշինյանին առաջարկել էին Հայաստան-Պորտուգալիա խաղը եւ անկլավների հարցը ըստ Աղազարյանի։ Մեզ այն շատերը ունեն հեռախոս, որով տարբեր տեղերում խոսում ենք ու դա նորմալ է։ Բայց այդքան էլ նորմալ չի, երբ դու բանկում ես հերթի մեջ ու քեզ զանգ է գալիս ու դու վերցնում ես ու ասում ես, «Հա ինչ ա եղել, պետքա բարձր խոսամ այս զանգողի հետ»։ Օրենքը իհարկե չի արգելում բարձր խոսել հեռախոսով խանութում կամ բանկում կամ մանկապարտեզի հանդեսի ժամանակ, բայց օրենքը նաև չի ասում, որ անկթիծակ կենդանի լինենք։ Okay, երբ հանրային վայրում զանգ է գալիս ու ստիպված պետք է պատասխանես, բայց okay չի, որ այդ բոլորը լսել ոնց ես դու մունատ գալիս, կնգած, զոնքաջիտ, երեխուդ վրա իր բոլոր մանրամասներով։ Մի քիչ կամաց խոսացեք, կամ դուրս եկեք դուրսը խոսացեք, կամ եթե կյանքի ու մահվան հարց չի, մի քիչ ուշ հետ զանգեք, եթե պետք է գոռակ այդ զանգողի վրա։ Եղեք պատասխանատու հեռախոսով խոսացող։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Մի մոլորակում, որտեղ փողը ավանդով պահելը համարվում է եկամտի աղբյուր, կա այդ եկամուտը ավելի մեծ եւ ավելի հարմար դարձնելու տարբերակ։ Past բանկը առաջարկում է բարձր տոկոսադրույքով ավանդներ 10.5% դրամով 367-ից 550 օր ժամկետում։ Հիմա կարևոր ֆիշկան, որը իդեալական է ալարկոտների համար։ Կարող եք ձեր ավանդը համալրել on-line տարբերակով, առանց բանկ գնալու։ Այսինքն էլ պետք չի եղած ավանդը փակել, մի հատ նորը բացել կամ 0-ից կողքից ավանդ բացել։ Ինչքան ուզում եք, եղածը կարող եք համալրել։ Ու այդ ամեն ինչը համ հավելվածում, համ շուրջօրյա գործող մասնաճյուղերում, ինչպես նաև եւ դոլարով եւ եվրոյով։ Եվ այսպես ունենք վատ լուր ու լավ լուր ֆուտբոլի աշխարհից։ Արա 9-1 էր, ինչ լավ լուր կարա սրանից հետո լինի, ինչ լավ։ Մագնի խմես հանգստանաս կասեմ։ Երեշե Մելիքյանը, գլխավոր մարզիչը 145%-ով շատացրել է ափսոսանքը իր ելույթում պարտվելուց հետո։ Դե, այո, ցավալի պարտություններ։ Դա Տեսնում ես ինչ հոգոցներ են, ինչ ափսոսանք է։ Նես չէ որ շատ եմ հիշում առաջ ոնց էր ափսոսում։ Առաջ դրամատիզմը շատ ավելի քիչ էր, այս բանը չկար ափսոսանքը։ Հայաստանի հավաքական ենք ամեն պարտություն առավել եւս խոշոր, դա մեր վրա շատ ազդում է ու կազդ է։ Բայց աշխատանք ենք տանում, որ այդ հարցերը կարողանանք լուծել։ Հա, չէ, այս անգամ իրոք ավելի շատ էր ափսոսում։ Այո, այս անգամ իդեպ Պորտուգալիան խաղում էր լրիվ ան Ռոնալդու, բայց իր ողջ Պորտուգալիայի հավաքականի պատմության ընթացքում երկրորդ անգամ եղավ, որ կարացել է ինչ որ մեկին 9 գոլ խփել։ Այն մյուսը գիտեք ով էր։ Լյուքսեմբուրգը։
Արա Լյուքսեմբուրգը որ 11 տղամարդ հազիվ են հավաքել, որ մի հատ ֆուտբոլի հավաքական կազմեն։ Ճիշտ է, այսօր FIFA-ի վարկանիշով իրանք 91-րդ թիմն են աշխարհում, իսկ մենք FIFA-ի համաշխարհային վարկանիշով Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 100-րդ տեղը։ Դեզատո ամենաներքևը չենք։ Ով կա մեզից հետո։ Գուամ, Սան Մարինո, Okay. Գնդակ էլ չունեն այդ մարդիկ։ Նո, ինձ թվում է ինչ որ դասեր քաղել ենք այս ամենից։ Հա, որովհետև այն անգամ լուրջ դեմքով որ ասես դասեր քաղել ենք, իսկականից Իռլանդիայի հետ շատ լավ խաղացին։ Մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք տոպ թիմերի հետ մրցակցելու, երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան առայժմ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք։ Իսկ գուցե Մելիք Բեկյանեն ծնկաչոք ու մեղայականով գնան այն ֆուտբոլիստների դուրը ում հետ խռով են ու ովքեր կարան այդ մակարդակում խաղալ ցանկացած հավաքականի հետ։ Անունը հյով է սկսում, ազգանունը մյով ու Հայկ Մարությանը չի։ Նարեկ երևի ակնարկում է, որ խնդիրը երևի մենակ հավաքականն ու մարզիչը չեն։ Երևի հա։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարունակական ձախողումների ֆոնին երկրպագուները արդեն տևական ժամանակ է պահանջում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Անցած տարի սակայն նա հայտնեց, որ գնալ չի պատրաստվում։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ֆեդերացիան փոփոխությունը ավելի վերևից պիտի գա այդ ցանկությունը, այսինքն կապ ունի նաև երկրի ղեկավարության հետ։ Իսկ Մելիքբեկյանի եւ նրա թիմի աշխատանքը ինձ թվում է վաղուց է պարզ, որ չի ստացվել եւ ընդհանուր ֆուտբոլը Հայաստանում գլոբալ չի զարգացել կամ որոշակի առաջընթաց եւս չի ունեցել։ Դե 7 տարի է ոչ մի բան չի ստացվում, գուցե էլի մեղայականով գնաք Ռուբեն Հայրապետյանի դուրը ու ասեք մի բան արեք։ Այո, որովհետև Մելիքբեկյանը կոնկրետ պրավալ է տալիս Փաշինյանի խոստումը, որ խոստումը։ Չես հիշում Հայաստան 2050 տոլի ծրագիր տոլի կենաց։ Ակնկալում ենք մինչև 2050 թվականը ֆուտբոլի ընտրային դառնա Եվրոպայի առաջնության կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։ Okay, դե ես մեկ եկեք ուղարկենք այն մյուս խափած խոստումներին մեծ դարակը եւ ավելի կենսական թեմաների անդրադառնանք։ Այդ ընթացքում դիմությունը կատաղի ձևով քննադատեց Փաշինյանի անկլավների հետ կապված ծրագրերն ու հայտարարությունը։ Որ ընդդիմությունը։ Նախկինները էլի։ Վարչապետը վերջերս մի քանի օր առաջ հայտարարեց, որ սահմանների ճշգրտման համազատման գործընթացի արդյունքում հետ ենք բերելու Արցախաշենը եւ մեր այսպես կոչված հողերը, որոնք այսօր գտնվում են ադրբեջանցիների զինված ուժերի վերահսկողության տակ։ Եթե մի քիչ ուրիշ ձևով ձևակերպենք, ապա դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին տարվենք Տիգրանաշենը։ Արա դե հա, էլ այս իրավիճակում եթե չփոխանակենք անկլավները, կնշանակի, որ մեր բանակցող թիմը вообще դիվանագիտությունից կիլոմետրերով Արա, հա, էլի կարայով մտածել լինի։ Okay, ինչ վտանգներ է տեսնում այստեղ ԿՊ-ի քաղաքականության մեջ նախկին ԿՊ-ականը։ Տիգրանաշենը իրանք ինչին է պետք։ Տիգրանաշենը իրանք ինչին է պետք։ Իրանք պետք չի ըստեյության, բացի ռազմավարական նպատակներով։ Որովհետև ինքը գտնվում է մեր հողի մեջ եւ հետեւաբար այդ մենակ ու մենակ մի նպատակով կարելի է օգտագործել։ Ինչին է պետք։ Այդ չասեց։ Մի քիչ ինտրիգ պահեց նոր։ Առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան եւ շատ դժվար կլինի մեր պետության ղեկավարներին նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, դեպի ժամանակի ընթացքում, հետո հետագայում, որովհետև եվրոպական լիդերների աչքերը կկլորանան։ Ասել ոչ թե չեք ուզում որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել, շատ դժվար է լինելու։ Բաջան, բա Արման Թաթոյանը իր միասնության թևերի թիմը այսքան ժամանակ է հենց դրա մասին են ազանգում ու ոչ ոք այդ ասածները ոնց որ թե լուրջ չի ընդունում, բա միացեք, գնացեք, խոսացեք։ Թե ոնց ասենց ընդդիմադիր պոտենցիալով մարդը ընկել էր ԿՊ-ի ջրերը այսքան տարի, այսքան լավագույն տարիները մսխեց ԿՊ-ում։ Ինքը ԿՊ-ում լինելով մեկա ընդդիմության կորիզներ։ Խմբակցանիչների ժամանակ ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, այդպես բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որն եմ հակառակ ասել։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը։ Շնորհակալություն, պարոն Եղվան, տեղից մի խոսացեք, պարոն Խաչատրյան, ձեզ էլ եմ խնդրում։ Լրացրել ու լրացրել են այնքան միջև մարդը մի օր չպայթեց ու դարավ կուսակցություն։
Երկու հոգանոց։ Բջիջները ոնց են sense բաժանում, sense ձգվում, եկե հոպ, դառնում է երկու հատ։ Հետո մի օր կարող է 4 հոգի դառնան, բայց լավ, անդրադառնանք Փաշինյանին փոխվարչապետ պաշտոն առաջարկելու թեմային։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ տենց բանը առաջարկվել Փաշինյանին, հետո լրագրողները բացառության մեթոդով եկան հանգեցին դե ով պետք է առաջարկեր, երևի Կարեն Կարապետյանը։ Հիմա լսենք առաջարկյալին։ Որևէ մեկ այդ ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին, որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Սկսենք դրանից։ Դա կատ բացառում եմ, այո։ Չի կարա տենց մի րոպե։ Ներողություն, էլի թող պատասխանեմ։ Իդեալական աշխարհում ընդդիմությունը կարձագանքեր օրինակ ես ասացին եւ այդ փաստերով արկղայս ես կհաներ ու կդներ Փաշինյանի դեմը, բայց դա չեղավ։ Ուղղակի իրար անուղղակիորեն սուտ ասան, ասեցին, ակնարկեցին ու պրծ։ Ես ասում եմ չի եղել։ Ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառությունա, վեպա, պատմավեպա, բանաստեղծությունա, թե պիեսա, այդ գնահատական է։ Ես ասում եմ չի եղել, ասում իսկ բացառում եք որ ձայնագրություն լինի, ասում ուրիշ փաստ բացառում եք որ լինի, ասում եմ այո, բացառում եմ։ Ընդհանրապես բացառում եմ որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի։ Ինչի վրա գրազգանք, որ այս դրվագի ճշմարտությունը մենք էլ երբեք չենք իմանալու։ Գրազգալու կարիք չկա Նարեկ ջան, ուղղակի այս հարցն էլ դնենք այն չպարզված մյուս հարցերի տրցակը։ Մնացեք մեզ հետ։ Չգիտեմ, իմ գրած գողություն հայկական ձևով գնամ մի հատ էլ նայեմ, թե իմ գրած մոլորվածը գնամ մի հատ էլ նայեմ կինոյում։ Իմ փոքրիկ գլուխգովան բարեկամ, կարող ես ցանկացած մարզում, ցանկացած կինոթատրոնի սեանս առնել ticket system-ով եւ գնալ նայել։ Այսինքն մեկը կարամ Գյումրիում նայեմ, մյուսն էլ ստեղ Cinema Star-ում։ Ոչ մի խնդիր, եթե ուզում ես մասիվից հասնել հայրաքաղաք, ticket system-ը քեզ օգնական։ Ինչպես գիտեք, որ մարդը տարիքի հետ լավիկն է դառնում, ասում են գինու նման է տարիք առնում։ Բա պատկերացրեք ինչքան ավելի լավն է գինին, երբ ժառանգության ավանդույթները հանդիպում են նորագույն տեխնոլոգիաներին։ Եվ այդ ամենը մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն է, որը ստեղծում է գինիներ, որտեղ ներկան ու անցյալը խոսում են նույն լեզվով։ Վեդի Ալկո, լավագույն ավանդույթները շարունակվում են։ Ձեր խաթր։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Այ հայ բան հերիքա զանգել։ Так, ուրեմն ինչ ենք ոչ հիմա սրանից հետո մի անգամից քննարկելու Patreon-ում, ուրեմն the best եմ հանել կոմենտների։ Вообще ամենաբոցն էր, որ հենց podcast-ը դուրս եկավ անենի, մեկ էլ ցած 2 րոպե անց, 2.5 ժամանակով podcast-ը 2 րոպե անց սկսեցին կոմենտներ։ Ես դա ինչ-որ տեղից եմ տեսել եմ։ Դե շատ վատն էր, էս ինչ էր, ես բան չեմ կարելի։ Հիշում եմ այդ օրերը։ Արա, սյուրեն է, որ վերջի անգամ սենց Սերժին հրավիրելուց հետո էր եղել, ու հիմա ինչքան իրոնիա է, էլի։ Մեկ Սերժի հետ ինտերվյուի համար պետք է լինենք կրակի մեջ։ Մեկ ընդվերում լրիվ տարբեր մարդիկ, բայց մեր կյանքում քանի որ դերյակուն որորդ անգամ է սկզբից որ Civilnet-ից գնացինք Armenian։ Всё, վերջացավ։ Էդի 15 տարի առաջ, հետո Սերժի հետ հարցազրույցն էր տենց point։ Հետո 18-ին, որ մենք բանը հարթակում կանգնած չէինք հրապարակում, էտել էր թեմա։ Ու հիմա սա։ Հա, մենք ստանում ենք ջերմ տենց ուղերձներ, մեզ զանգում են, լիքը ջերմ բաներ էլ է տեղի ունենում, հենց որ մերսի բոլորից, մնացածը հեսա Patreon-ում։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ ձեր փողոցի վրայի տները կտրուկ կթանկանան։